Արդեն ավանդույթ է դարել պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպում ենք մասնագիտական էքսպո։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում անցկացվեց երկօրյա մասնագիտական կողմնորոշում էքսպո ցուցահանդես, որի նպատակն էր ներկայացնել հաստատության կրթական ծրագրերն ու տեխնոլոգիական ներուժը։ Ամբողջ իմաստը այն է, որ հրավիրենք մեր դպրոցականներին, մեր գործընկեր կազմակերպություններին մեկ հարթակ պոլիտեխնիկ եւ ունենանք ընդհանուր շփում։ Մենք ունենք արդեն հիմնական դպրոցից ընդունելություն, ունենք ավագ դպրոցում ընդունելություն, ունենք քոլեջում ընդունելություն, 9-ի բազայով, այսպես ասենք, ունենք բակալավրում ընդունելություն եւ մագիստրատուրայում ընդունելություն։ Ցուցադրությանը ներկայացված էին մասնաճյուղի բոլոր կրթական աստիճանները, դպրոցից եւ քոլեջից մինչեւ բակալավրիատ եւ մագիստրատուրա։ Մեր նորություններից այս տարվա կլինի միջին մասնագիտականում տեքստիլի հետ կապված նոր մասնագիտություն, ինչպես նաեւ մեր հիմնական դպրոցում կփորձենք 5-ում եւ 7-րդ դասարանում ընդունելություն անել։ Այսինքն հնարավորություն տանք երիտասարդներին, ովքեր արդյունքում ընտրելու են պոլիտեխնիկական կամ տեխնոլոգիական ուղղություն, ավելի վաղ տարիքից կատարեն իրենց ընտրությունը, հետեւաբար ավելի լավ ստանան ֆիզիկան, մաթեմատիկան, հետագայում ավել հաջողությունների հասնելու համար։ Միջոցառմանը ներկայացված էին համալսարանի տարբեր ամբիոնների ծրագրեր եւ ուսումնական ուղղություններ, աշակերտներն ու հյուրերը շրջեցին էլեկտրոնային գրադարանում, մասնակցեցին բաց դասերի, դիտեցին քիմիական փորձեր, ծանոթացան ավտոմատացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաների աշխատանքներին։ Այն, որ տեխնոլոգիական ապական պոլիտեխնիկում է, փաստում են տեղի ուսանողներն իրենց իսկ աշխատանքներով։ Խրախտիչ է էմոցիա, լրիվ ավտոմատացված մեր կուրսանտների կողմից ստեղծած մոդելն է։ Ինքը ունի մի քանի տեսակի սենսորներ, ամեն ինչ նրա մեջ հաշվի առած։ Ունենք տարբեր տեսակի սենսորներ, ունենք հողի խոնավության սենսոր, ունենք ջերմաշանի սենսոր, ունենք լույսի սենսոր։ Պատրաստել ենք խելացի տուն, որը ունի մի քանի ֆունկցիոնալություն, որից մեկը դա լույսերի ավտոմատ միացում անջատումն է, վազող լույսեր, որոնք հետևում են մարտուն։ Կարող ենք փոխել լույսերի ուժգնությունը, գույնը, նաև ունենք ավտոմատ բացվող փակվող դռներ, վարագույր։ Աշխատանքները ստեղծվել էին տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում եւ ներառում էին տեխնոլոգիական լուծումներ եւ ինժեներական առաջարկներ։ Միջոցառման առանցքային ուղղություններից էր ուսանող գործատու համագործակցության ձևաչափի ներկայացումը, որը նպատակ ունի նպաստել ապագա մասնագետների արդյունավետ ինտեգրման աշխատաշուկա։ Նպատակը ինչն է, որովհետեւ կարողանանք ուսանողներին, մեր տնտեսագիտության ամբիոնի ուսանողներին ընդգրկել մեր աշխատանքային process-ի մեջ, սովորեցնում ենք, գիտելիքներ ենք տալիս եւ ապահովում ենք աշխատանքով։ Մեծ հետաքրքրություն առաջացրեց նաեւ եռաչափ մոդելների տպագրության ցուցադրությունը։ Մենք այստեղ պատրաստում ենք եռաչափ դետալի մոդելը, հետո այդ մոդելը շատ արագ շիլդերի ենք բաժանում։ 1/100 միլիմետր, 2/100 միլիմետր, մեր ցանկությամբ։ Ինչպես նաև ռոբոտաշինության, գծանկարի եւ այլ ուղղություններով իրականացվող ծրագրերը։ Այն հնարավորություն է տալիս, որ հնարավորինս մարդիկ փորձեն ստեղծարարել եւ իրենց մտքերը փորձել արտահայտել եւ ձեռքով կատարելով եւ համակարգիչներով մոդելավորմամբ։ Դպրոցում խորացված ֆիզիկայի դասերից մինչև ռոբոտաշինություն, գծանկարից մինչև երկրաչափություն, ընդունելությունը 5-րդ եւ 7-րդ դասարաններում եւս մեկնարկել է։ Քանի որ մենք իրականացնում ենք ֆիզիկա-մաթեմատիկական կրթություն եւ դիզայներական կրթություն խորացված դպրոցում եւ քոլեջում, մեզ մոտ միշտ խնդիրներ են առաջանում ֆիզիկայից եւ մաթեմատիկայից։ Դրա համար մենք որոշել ենք հիմնական դպրոցում նույնպես իրականացնել ընդունելություն 5-րդ եւ 7-րդ դասարաններում, որտեղ արդեն սկսվում է մաթեմատիկայի եւ ֆիզիկայի հիմնական հիմքերը դրվել։ Առավելությունները Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում շատ են, փաստում են ուսանողները, տեղի կրթական մոտեցումներն անգամ հայրաքաղաք են բերում այլ երկրներում ապրող երիտասարդներին։ Ֆունդամենտալ կրթություն է տալիս եւ լիքը հնարավորություններ ավարտելուց հետո։ Էքսպոն աշակերտներին եւ հետաքրքրված անձանց հնարավորություն տվեց անմիջականորեն ծանոթանալ Գյումրու պոլիտեխնիկի հնարավորություններին, նորարարական ներուժին ու կրթական միջավայրին։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, Հայկ Կապրելյան այսօր։